Հրազդան հեռուստատեսության եթերում լուրեր լրատվականն է, բարև ձեզ։ Այսօր Հայոց կաթողիկոս Գարեգին առաջինն իր ուղերձն է հղել Գրողների միության 6-րդ համաժողովի բացմանը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն են խղում գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներից։ Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը եւ քաղաքամայր Երևանն հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գրողներից համախմբումը հայրենիքում, քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները եւ գրական գործունեություն առավել արդյունավորելու ծրագրերը։ Համաժողովի իրավիրումը նաև բարեպատ է առիթ է սերտացնելու հաղորդակցությունն ու գործակցությունը միմյանց հետ եւ ամրապնդելու ոգին ստեղծագործական ուղիով նպաստելու ազգային մեր կյանքի շենացմանը։ Յուրաքանչյուր ազգի կյանքում մեծապես կարեւոր է գրողի առաքելությունը, որի հիմնական նպատակն է գրական ստեղծագործություններով ներկայացնել կյանքի ճշմարիտ արժեքը, մարդկային հույզերի եւ երազանքների վսեմ դրսեւորումները։ Զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին, մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ, աղոթում ենք, որ Աստված օրհնի մեր ժողովրդի կյանքը եւ մշակույթը։ Հայկական ատոմակայանի 875 աշխատակիցներ այսուհետև կօգտվեն հանրային բյուջեի սոցիալական փաթեթից։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 19-ին ընդունեց համապատասխան որոշում։ Նշենք, որ ատոմակայանում աշխատում է ընդհանուր առմամբ 1700 մարդ։ Սոցփաթեթը հատկացվում է ծանր ու առավել վնասակար պայմաններում աշխատողներին։ Սոցփաթեթի արժեքը 132,000 դրամ է։ Աշխատողն այն կարող է օգտագործել 4 ուղղություններով՝ բժշկական ապահովագրություն, հանգիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում եւ հիպոթեկային վարկի տոկոսների մարում։ Վերադառնանք մեր մարզ։ 3 ապրիլի 19-ին Չարենցավան քաղաքում շենք է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են 4-րդ կարգի վթարայնության աշճան ունեցող շենքի Հենասյան երեսպատման տուֆե սալիկները։ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շագադյանին կառաջարկվի վերաբնակեցնել տվյալ շենքի բնակիչներին։ Ըստ լուրերի, Կոտայքի մարզի դպրոցներից մեկում օձեր էին հայտնվել։ Ապրիլի 19-ին Կոտայքի մարզի Քարաշամ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Օսիպյանից գրություն է ստացվել, որ դպրոցում նկատվել են հողագույն օձեր։ Այս մասին հայտնում են լրատվական ծառայությունից։ Դպրոց է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Զննության արդյունքում դպրոցի տարածքում օձեր չեն հայտնաբերվել։ Վերադառնանք մեր քաղաք։ Այսօր Օրհուս բնապահպանական կենտրոնում գրքի շնորհանդես էր։ Այսօր ապրիլի 20-ին Հրազդան քաղաքի Օրհուս կենտրոնում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության ուղեցույցի շնորհանդեսի եւ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքից բխող իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկում էր։ Բացման խոսքով հանդես եկավ եւ ուղեցույցի մշակման աշխատանքները ներկայացրեց WWF Armenian ներկայացուցիչ Այդա Իսկոյանը։ Առանձին խոսքով հանդես եկավ գրքի համահեղինակ Հեղինե Հախվերդյանը, ով ներկայացրեց անտառապատման եւ անտառավերականգնման հրահանգների, անտառասերմնային եւ տնկարանային տնտեսության վարման կանոնները։ Օրակարգում քննարկվեց անտառային պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաեւ անտառատնկարկները, անտառի շարքը փոխադրելու կարգը։ Դրա անհրաժեշտությունը վաղուց նկատվում էր, որովհետեւ մենք ասենք նախորդ անտառային օրենսգիրքը գնահատում ենք որպես ոչ լիարժեք իրավական ակտ։ Հետագայում, երբ անհրաժեշտություն առաջացավ արդեն նոր անտառային օրենսգիրք ընդունել, թերությունները չվերացան։ Մեխանիզմը, որը պետք էր, որ աշխատացնի այդ օրենսգիրքը, բացակայում էր։ Դրա համար մենք կարծում ենք, որ պետք է այնպիսի աղբյուր մենք ստեղծենք, որը լինի օգտակար եւ պետական կառույցների համար, որոշում կայացնողների համար, եւ հասարակության համար, եւ գիտական շրջանների, եւ ուսանող։ Այսինքն մեր նպատակը նայել անտառային օրենսգիրքը եւ օրենսդրությունը, որտեղ գրքում ներկայացված է իհարկե ոչ միայն անտառային օրենսգրքի առանցին հոդվածների ինստիտուտների մեկնաբանությունը, այլ բոլոր այն իրավական նորմատիվ ակտերը, որոնք կապված են անտառային օրենսգրքի հետ, իրավունքի մյուս ճյուղերի հատվածներ, ասենք քրեական, վարչական, քաղաքացիական, հողային, մթնոլորտային օդի եւ այլն։ Այդ բոլորը մեր աշխատանքի արդյունքն է, որտեղ մենք փորձել ենք դնել սեղանին բոլոր այն ակտերի պահանջները, որոնք գործում են, առանց որի անտառային օրենսգիրքը չի կարող աշխատի։ Միևնույն ժամանակ իմ կարծիքով
արժեքը, արժեքավորումը այս աշխատանքի կայանում է նրանում, որ արվել է ոչ միայն վերլուծություն, այլ շատ դեպքերում հեղինակները նշել են առաջարկները, այսինքն կա, բայց չի աշխատում, ինչու պատճառները, ինչպիսին է վիճակը այլ երկրներում, միջազգային ակտերում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված եւ տվել են իրենց առաջարկները, այսինքն յուրաքանչյուր ինստիտուտի համար մենք կարող ենք այդտեղ վերցնել առաջարկը եւ դա շատ կարեւոր է հիմա, քանի որ որքանով մենք տեղյակ ենք այդ ոլորտի օրենսդրությունը վերանայվում է, վերափոխվում է, քանի որ մենք կնքում ենք նոր միջազգային պայմանագրեր, իրավիճակն է փոխվում, եթե մենք որևէ նոր ակտ ընդունում ենք իրավական, դա չի մնում առանցին սեպարատ, այլ ինքը իրենից հետո ոնց որ քաշում է պոչը եւ ընդունվում են բազմաթիվ այլ ակտեր կամ պահանջ է այդպիսի ակտերի ընդունման։ Իսկ գրքի հետ կապված շնորհանդեսի մյուս մարզերում էլ նույնպես եղել եք, թե դեռ լինելու։ Առաջինը մենք ընտրեցինք Ռազդանը, Ռազդան քաղաքում մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ կապված բնապահպանության, Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված եւ մտադիր ենք մյուս մարզերում հիմնականում անտառաշատ մարզերում, որպեսզի ազգաբնակչության հասարակական կազմակերպությունների որոշում կայացնողների մոտ լինի այդ տվյալները, որը մեր ուսումնասիրության արդյունքն է եւ իհարկե այս աշխատանքը չէր լինի հնարավոր կամ մենք չենք կարողանա անել, եթե չլիներ մեծ աջակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական խորհրդատվություն վայրի բնության, համաշխարհային բնության WWF-ի աջակցությունը եւ մենք նաև դա արեցինք այն ժամանակ, երբ անցյալ տարի դա կոչվում էր անտառների պահպանության տարի։ Միջոցառումն ավարտվեց ներկաների հարց ու պատասխանով։ Հետաքրքիր է 2000 թվականից մինչև այսօր օրենքի խախտման քանի դեպք արձանագրվել ունեք նման տվյալներ եւ ինչ հարցերի շուրջ։ Ցավոք մենք անտառային օրենքի մասով խախտումների մասով հատուկ վիճակագրություն չի վարվում, ու այդպիսի տվյալներ չունենք։ Պարզապես գլխավոր դատախազության տեղեկատվություն կան տվյալներ ընդհանուր բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ, որոնք ըստ տարիների առանձնացված են։ Իսկ Հրազդանի համար 14 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ արդեն իմնեք հայոց տառեր խորագիրը գրող միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էր դասվար Արմինե Գաբրիելյանը։ Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, քանի որ հպարտություն է ունենալ դպրոցական, հպարտություն է ունենալ այնպիսի աշակերտ, որը արդեն տառաճանաչ է։ Իհարկե այսօր դեռ ընդամենը մեկ գիրք են նրանք ավարտել, ընդամենը այբենարան է եւ ինչքան բան գիտեն։ Պատկերացրեք դեռ քանի տասնյակ գրքեր պետք է ամբողջ կյանքում ընթերցեն, քանի տասնյակ գրքերի հետ պետք է շփվել եւ ինչքան բան պետք է սովորել։ Հետաքրքիր է, որ այս երեխաները մեզ մոտ առաջանած դարձան հայ գրատպության 500-ամյակի տարում։
դա նույնպես սիմվոլիկ է, հարգելի ծնողներ, եկեք օգնենք, մեզ աջակցեք մանկավարժներին, որպեսզի այս երեխաները շատ սիրեն գիրքը, որովհետև հայը 500 տարի արդեն գիր ունի, գրատպություն ունի։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքան, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով հաճելի հանգստյան օրեր։